Ողջույն բարեկամներ, պետք է ասեմ, որ հաջողությամբ պաշտպանվում ենք, շնորհիվ ձեզ, հարձակումները չեն կարողանում իրենց ուզած էֆեկտները տան, երկու տարբերակ կա, կամ մենք կհոգնենք պաշտպանվելուց, կամ թշնամին կհոգնի հարձակվելուց, կամ մենք կջախջախենք իր վերջո թշնամուն և էլ պաշտպանվելու առիթ չի լինի։ Ես կարծում եմ վերջի տարբերակն է ամենաշատ ռեզոնանսում մեծ հանգույցությունների հետ։ Եվ այսպես չենք մոռանում սեղմենք, հենց հիմա լայքի կոճակը տարածել և գրեք ինչ եք մտածում այս ամեն ինչի մասին։ Ուզում սկսեմ ամենակարևորից։ Ոչ ավել ոչ պակաս արդեն հայտարարում են, որ գուցե արտահերթ կարգով սկսեն դելիմիտացիայի դեմարկացիայի պրոցեսները հենց Սյունիքից, որպեսզի կարողանան ապահովել թշնամուն Թրամփի ուղի կոչվածը, ասել է թե Միջանցքը։ Սա ասում եմ այս Գրիգորյանը։ Երկու բան եմ ստեղ ուզում անդրադառնալ, մինչև Մեհեր Գրիգորյանի անձին հասնելը։ Ինչու են այսքան վրազում։ Ինչու են վրազում։ Չլինի թե տեսնում են, որ ոչ Թրամփն է adekvat եւ տիրապետում է իրավիճակին, ոչ էլ Նիկոլը, այլևս։ Ես կարծում եմ գուցեև երկուսը միտեղ։ Դրա համար մտածում են, քանի դեռ այս երկուսը ի պաշտոն է դեռ ղեկավար կարգավիճակ ունեն, հասցնեն միջանցքը բացել։ Բա լավ, հետո։ Բա հետո ինչ եք անելու։ Բացեցիք ու տեսնալի է։ Իհարկե ոչ։ Իսկ մյուս մասը, որ ուզում եմ անդրադառնալ, Մեհեր Գրիգորյանն է։ Ով է Մեհեր Գրիգորյանը։ Այս վերջերս բոլորս էլ տեսնում ենք, թե ինչքան են ակտիվացել Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Շատ են ակտիվացել, շատ։ Մի բողոքել են բողոքում Փաշինյանի գորից, մի բողոքել են բողոքում։ Մի հարցնող լինի, բա Քոչարյան Ռոբերտ, կանչի քո աշխատող Մեհեր Գրիգորյանին, ասա լակոտ ես ինչ ես անում։ Եթե իհարկե դու այդ հնարավորություններն ունես, եթե իհարկե քո թույլտվությամբ չի, որ այս ամեն ինչը արվում է։ Ես ուզում եմ հիշեցնեմ, որ Մեհեր Գրիգորյանը հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի բիզնեսների ղեկավարը, ինչպես Արչին բանկում, այնպես էլ Armenia Insurance-ում, ու երկար տարիներ ու 18 թվականից միանգամից դառնում է փոխվարչապետ։ Ես ես հիշեցնեմ, այդ ժամանակ, երբ որ 18 թվականի մայիսին եղավ այդ տեղափոխությունները, այս ճիվաղապետության ներկայացուցիչները մի աղմուկ գցեցին համացանցում, թե իրանք հավաքում են ցանկ մասնագետների ցանկ, որոնք աշխատում են արտասահմանում, եւ դա կլինի մասնագետների բազա, որոնք կօգտագործվեն պետական կառավարման ընթացքում։ Մեխինդ, մեր ուրախություն աշխարհով մեկ, ընդեղ էլ գրել էին անպայման, դե ինչպես միշտ պետք է գրվել, չէ՞ Աճեմօղլու։ Աճեմօղլու անունը պետք է գրվել, չնայած Աճեմօղլուն ընդհանրապես տեղյակ չէր, որ իրան արդեն ներգրավել են իբր Հայաստանի տնտեսության փոփոխության մեջ եւ այսպես գրվեց աշխարհի բոլոր մասնագետների գալու մասին, դրա պարտադիր լինելու, ցանկալի լինելու մասին եւ ընտրվեցին Քոչարյան Ռոբերտի եւ Սերժ Սարգսյանի կադրերը եւ մեր լավագույն ներուժը մասնագետները, որոնք Սփյուռքում լուրջ էին ընդունել սրանք։ Ես գիտեմ, որ տասնյակ հազարավոր լուրջ ընդունած մարդիկ կար, առաջարկություններով, նամակներով ողողել են ամբողջ կառավարման բոլոր շերտերը։ Մարդիկ թողել են իրենց բիզնեսներ, եկել են Հայաստան, բիզնես պրոյեկտներ են բերել, էլ հիվանդանոցներ կառուցելու, էլ գործարաններ կառուցելու համար, էլ լաբորատորիաներ կառուցելու համար։ Ամեն ինչով սենց 18-19 թվականին Հայաստան այնքան մարդ է եկել առաջարկություններով, նույնիսկ միջև պատերազմը, բայց ոչ պատերազմից հետո։ Եվ այսպես, այս ամբողջ բուկետի մեջ Փաշինյան Նիկոլի փոխվարչապետը դառնում է Քոչարյան Ռոբերտի բիզնեսների կառավարիչը, այն որ թշնամի էր, իբր հիշում եք, որ հոկտեմբերի 27-ի գործը գրեթե բացահայտված է, որ մարտի 1-ի գործը գրեթե բացահայտված է, դատելու ենք, փրելու ենք ասֆալտներին, այս կողմեկում եկել օպալա Քոչարյանի քսակի կառավարիչը դառնում է փոխվարչապետ։ Եվ ուժայինները, հիշեցնեմ, ԱԱՑ-պետ, ոստիկանապետ, գլխավոր դատախազ Սերժ Սարգսյանի կադրերը, փաստորեն Նիկոլը լավագույն կոալիցիոն կառավարությունն է ունեցել 18 թվականում։ Լավագույն,
բայց այս մասին ոչ մեկ չգիտեն, որտեղ չեր ասում, սա կոալիցիոն կառավարություն է, որտեղ ուժայինները գտնվում էին Սերժ Սարգսյանի ձեռքում, հա, մոռացած էին, նաև բանակը ԱԱԾ-ն ղեկավարում էր, ով քաղաքի ԱԱԾ պետը Սերժ Սարգսյանի ժամանակ Արթուր Վանեցյանը, ոստիկանապետը, դերևի հիշում եք, զինվորի մայրերի մազերից քաշտվող, փողոցներով քաշտվող Օսիպյանը, Արտուր Դավթյանը, գլխավոր դատախազ, եւ բանակը Սերժ Սարգսյանի փոխնախարարը Դավիթ Տոնոյանը։ Ուժայինները Սերժիկն է, փոխվարչապետը Ռոբիկինն է։ Հիմա հասել են պահը, որ սրանք սկսել են բողոքել։ Արա 7 տարի է ձեր կարձերով սպասարկում եք Փաշինյան Նիկոլին։ Ինչի եք բողոքում։ Ինչն է մերժել ձեզ։ Ինչու՞մ է մերժել ձեզ։ Մինչև հիմա Ռոբիկ, քո աշխատողը իր փոխնախագահն է, իր տեղակալն է, ու ինքն է բոլոր հարցերը լուծում 20 թվականից սկսած։ Քո կռիվը ինչի է դա, Ռոբիկ։ Լուրջ մտածում եք, որ Հայաստանում մարդ է մնացել, որ ձեր կապիկություններին հավատում է։ Լավ, ասենք կարող է միամիտ մնացել է, որ դեռ կարծում է, որ դուք իրար թշնամի եք։ Չնայած Փաշինյան Նիկոլը լավագույն ծառայությունը մատուցեց, նույնիսկ քո երեխեք եք այդպես ծառայություն չէին կարող մատուցել։ Մաքրեց բոլոր Իրան թվում է թե մաքրեց էլի։ Բոլոր հանցագործությունները քո վրայից մարտի 1 հոկտեմբերի 27 դու իբր մի զալատոյ մարդ անմեղ ոչ մի բան հետ կապ չունես։ Մաքրեց հոդվածները դե վրայից, ասես գնա քո բորսը շարունակի անել։ Ու դու այսօր բողոքում ես Փաշինյան Նիկոլից։ Նրանք հաջորդիվ։ Կասեցնենք կեղծիքը միասին։ Հայաստանի Հանրապետության աղոթքի նախաճաշ միջոցառման շուրջ մտահոգիչ զարգացումներ։ 2025 թվականի նոյեմբերի 14-ից 15-ը Հայաստանում նախատեսվում է անցկացնել միջազգային նշանակություն ունեցող միջոցառում, որը կրելու է Հայաստանի Հանրապետության աղոթք նախաճաշ անվանումը։ Այս տեսանյութը սարքել է մեր համար Արմանը Սուլեյմանյան։ Շատ հետաքրքիր ուսումնասիրությունը։ Իսկ նախորդ նյութի հետ կապված ասեմ, Ռոբերտ Քոչարյանը շատ է ներված, աշխատողիդ կանչի մոտդ։ Ասես ինչ ես անում։ Մի արա։ Եթե իհարկե դուք ես ամբողջը միասին չեք իրականացնում, բնականաբար։ Վերադառնանք այս տեսանյութին։ Սակայն առկա փաստերը վկայում են, որ իրականում այն քաղաքական բնույթի նախաձեռնություն է, որը փորձ է ներկայացնելու որպես հոգևոր հավաք։ Տեղեկանք, ինչ է իսկական աղոթքի նախաճաշը։ Միացյալ Նահանգներում աղոթքի նախաճաշը անցկացվում է արդեն 73 տարի։ Այն կազմակերպվում է Հավատքի միության կողմից տարբեր կրոնական համայնքների առաջնորդների մասնակցությամբ, այդ թվում ԱՄՆ նախագահ ևս հրավիրվում է միասին աղոթելու համար։ Կարևոր է ընդգծել, որ երբեք հակառակ կերպ չի եղել, նախագահը չի հրավիրում մարդկանց, որպեսզի նրանք համախմբվեն իր շուրջ։ Մի խոսքով, սա մի տրադիցիա է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կա, երբ որ բոլոր կրոնական միությունները հավաքվում են, նախաճաշ են անում եւ հրավիրում են նախագահին։ Փաշինյան Նիկոլը ինչպես իր ամբողջ կյանքը սա նրան կոպի անելով, կեղծելով, որոշել է մի բան էլ ինքը անի, բայց հասկանանք ում հետ եւ ինչ նպատակների համար։ Սեփական քաղաքական նպատակների համար։ Իսկական աղոթքի նախաճաշը միավորում է հավատացյալ մարդկանց անկախ իրենց կրոնական պատկանելիությունից, բացառելով որևէ քաղաքական նպատակադրում, խեղաթյուրված օրակարգ եւ կեղծ ներկայացում։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը իր օրակարգում ներառել է միջազգային կրոնական ազատություն անվանումը միջոցառմանը միջազգային վստահելիություն հաղորդելու նպատակով։ Միջազգային կրոնական ազատություն այդ պարագայում, որ ինքը յաթաղանահանած ամենասոս ձևերով հարձակվել է ոչ թե կրոնական ինչ-որ ուղղության վրա, այլ հիմնական կրոն հանդիսացող հայ առաքելական եկեղեցու վրա։ Հիմնական, որովհետև նույնիսկ սահմանադրությունով է դա ամրագրված, որ հայ առաքելական եկեղեցին դա հիմնական կրոնական ուղղությունն է, քրիստոնեությունը, եւ հայ առաքելական եկեղեցին դրա ներկայացուցիչն է։ Դա նույնիսկ սահմանադրությամբ է։
ամենագրված։ Ես սա տալիս եմ միջազգային անունը ընդ որում միաժամանակ հասակելով եկեղեցու վրա։ Տեսնենք ովքեր են սա կազմակերպում։ Սակայն մեր հետաքննության արդյունքում պարզվել է, որ տվյալ կազմակերպության հիմնադիրն ու ղեկավար Սեմ Բրաունբեքը միջոցառմանը չի մասնակցելու։ Նրա անունն ու կազմակերպության բրենդը օգտագործվել են առանց որևէ համաձայնության։ Ստեղել է կեղծում։ Սա միջազգային կարգի կեղծող է։ Այս բրենդը, այս միջոցառումը օգտագործում է, որը պատկանում է Սեմ Բրաունբեկին, ու նույնիսկ նա տեղեկացված չի եւ հրավիրված չի։ Չէ՞։ Կամ թույլտվության, ինչը վկայում է միջոցառման բեմադրված բնույթի մասին։ Կազմակերպիչները հակասական հեղինակություն ունեցող անձինք են։ Աղոթք նախաճաշը անցկացվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո։ Կազմակերպիչներն են երկու հայտնի, սակայն սկանդալային անձինք՝ Յակոբ Փըրսլին եւ Ստեփան Սարգսյանը։ Յակոբ Փըրսլին 12 տարի ապրել է Թուրքիայում։ Now, Jacob, I want you to talk about where you have spent the last 12 years of your life. The Lord called my wife and I to the country of Turkey 12 years ago. We moved in the year 2002 and we've been serving our king there ever since. Ոչ մի պատահականություն չէ, որ 12 տարի ծառայել է Թուրքիայում։ Okay. Իսկ վերջին շրջանում տեղափոխվել է Հայաստանի սահմանամերձ շրջաններ՝ Գորիս, Մեղրի եւ Ագարակ։ Ու հենց այնտեղ, որը պատրաստում են պոկել մեզանից։ Որտեղ ծավալել է իր գործնեությունը։ Ներկայումս նա հանդես է գալիս որպես այս կեղծ աղոթք նախաճաշի առաջատար կազմակերպիչներից մեկը։ Ստեփան Սարգսյանը երբևէ որևէ կրոնական կառույցի հետ կապ չի ունեցել։ Նա հայտնի է իր անունով առնչվող մի շարք խարդախ գործերով։ Միայն դատալեքս տվյալների բազայում առկա են ավելի քան 20 դատական գործեր, որոնցում նա անցնում է որպես պատասխանող։ Սպառնալիք հայ առաքելական եկեղեցու։ Երկու Իրանից Նիկոլ կեղծադատից բացի երկու կազմակերպիչ կան, որը 12 տարի աշխատել է Թուրքիայում, հիմա էլ աշխատում է այն մասում Հայաստանի անարգել։ Թուրքական լրտեսը հանգիստ աշխատում է Սյունիքում։ Այն մասը, որ նախապատրաստում են պոկել։ Մյուս կազմակերպիչը հայտնի խարդախ է, որը անցնում է 20-ից ավել քրեական գործերով։ Բա Փաշինյան Նիկոլի հետ ով պետք է աներ այս միջոցառումը։ Գիտեք սա պատահականություն է։ Հարց է ծագում, ինչու են այս արկածախնդիր անձինք աջակցում Նիկոլ Փաշինյանին խեղաթյուրելու աղոթք նախաճաշի բուն իմաստն ու խորհուրդը։ Պատասխանը ըստ էության կպարզվի նոյեմբերի 15-ին, երբ կազմակերպիչները նախատեսում են ամբողջ շքախմբով այցելել Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Որը նշանակում է սպասենք մեծ պրովոկացիայի նոյեմբերի 15-ին, ասել է թե 2 օրից։ Մեր ձեռքի տակ եղած օրակարգը վկայում է, որ միջոցառման երկրորդ օրը նախատեսվում է եկեղեցու դեմ ուղղված գործողությունների փուլ։ Այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ տասնյակ հոգևորականներ ներկայումս գտնվում են անազատության մեջ։ Միջոցառումը, որը ներկայացվում է որպես աղոթքի հավաք, իրականում վերածվել է հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված քաղաքական բեմադրության։ Կոչ լրատվամիջոցներին։ Կոչ ենք անում բոլոր լրատվամիջոցներին եւ հասարակական կառույցներին ստուգել այս հաղորդագրության մեջ ներկայացված փաստերը եւ կիրառել 4-րդ իշխանության ուժը կանխելու հնարավոր ծանր հետևանքները։ Այս զարգացումները այսօր կազմում են հայ առաքելական եկեղեցու դեմ իրականացվող համակարգված արշավի հիմնական մասը։ Շնորհակալություն Պարաթիվի, շնորհակալություն Արման Սուլեյմանյան։ Եվ այսպես սա մեկ օրվա մեջ հապշտապ կազմակերպված միջոցառում չի, շատ հավասկանում եք, չէ՞։ Ոչ էլ այս մասնակիցները, ով պետք է իրականացնի սա, պատահական մասնակիցներ են, ցած վերջի պահին ընտրված։ Այս ամեն ինչը երկար նախապատրաստված երկար process-ը, որ հիմա ասեն շատ պատահականորեն իբր եկել հավաքվել են միտեղ, որպես եզրափակիչ ակորդ հնչեցնելու համար, ես հենց եմ հասկանում 15-ին նոյեմբերի սպասենք տեսանք
ինչ պրովոկացիա են պատրաստում հայ-արգելական եկեղեցու նկատմամբ։ Շատ բան մեզանից է կախված եւ լրագրողներից իրոք։ Շատ։ Սկսեք տարածել։ Որովհետեւ այն ինչ որ սրանք արդեն այսօր մի բան փորձել են անել, բարձվում է, որ հնարավոր է կանխել բոլոր տեսակի պրովոկացիաները։ Ուրեմն քաղաքացիները այսօր ճանապարհը փակել են եւ թույլ չեն տվել ապամոնտաժել լուսագյուղում տեղադրված խաչքարերը։ Գյուղացիներն են շրջապակի եւ թույլ չեն տվել։ Ուրեմն վարչապետի աշխատակազմից հրաման է եկել Արագածոտնի մարզի ապարանի համայնքապետարան, Հրդեհային անվտանգության նկատառումներով համայնքում տեղադրված որոշ խաչքարեր ապամոնտաժելու վերաբերյալ։ Հələ սպիղծերին նայեք։ Հարը պետք է վարվի։ Սակայն երբ համայնքապետարանը համապատասխան տեխնիկայով, ամեն դեպքում համայնքապետարանը վերցել է տեխնիկան, էշ գնացել է որ քանդի։ Հենց գնացել է լուսագյուղ ապամոնտաժման աշխատանքներ իրականացնելու համար, լուսագյուղի բնակիչները հագել են ճանապարհը ու թույլ չեն տվել ապամոնտաժել։ Հիմա ստեղն ասում այդ համայնքի ղեկավարներին, դուք ավանակ չեք։ Ասենք պիղծը ասել է գնա հորդ գերեզմանը քանդի։ Այ ավանակ, պետք է գնաս քանդես։ Այս մասին Ֆակտոր TV-ին ասաց Տեր Սարգիս Քահանա Սարգսյանը, որը փաստորեն Տեր Արամ Քահանա Ասատրյանի կարգալույծ արվելուց հետո նշանակվել է Հովանավանքում եւ սպասարկում է նաեւ Լուսագյուղի վերին վանք եկեղեցին։ Շնորհակալություն Տեր Սարգիս Քահանային։ Բնակիչներն ասել են, որ թույլ չեն տա ապամոնտաժել իրենց տեղադրված խաչքարերը։ Նշելով, որ Լուսակերտի վերին վանքի եկեղեցու մոտ տեղադրված է երկաթե խաչքար վրան լույսերով, ինչպես նաեւ այլ խաչքարեր։ Այսինքն դու ինչ ես երկատնա վառվելու, քարնա վառվելու, այ պիղծեր։ Դրա համար եմ ասում, սրանք ինչ որ ուզում է պլանավորեն, ժողովուրդը որ կանգնում է, սրանք դառնում են ոչնչություն։ Սրանք որտեղ ոչնչություն են իրենք որ կան։ Ժողովուրդ ջան, սրանք ոչնչություն են։ Հենց տեսնում են իրենց դեմ կանգնած արդար մարդ, արդար, որ Սերժիկը չի, Ռոբիկը չի, որ ասեն այ թալան չի, այ կերած, այ ռուսամերտոս չի, նմայ շպիոն չնայած իրանք իրար համար են աշխատում։ Ես ասեցի, չէ, ուժայինները պատկանում են Սերժիկին, փոխնախաբանա, վարչապետը միջև մա Ռոբերտի հաշապանն է, Ռոբերտի բիզնեսների կառավարիչը։ Ու եկուսն էլ դրա համար պահում են Նիկոլին, այսպես պինդ պահում են որպես վարչապետ։ Առայսօր։ Հենց դրանցից դուրս մարդ հա դուրս գալի դեմները, սրանց դառնում են ոչնչություն, որտեղ հասարակ մարդուն ասելու բան չունեն։ Այսինքն ամենաավանակ համայնքի ղեկավարը չի կարող ասի։ Ինչի՞ է գնացել էդի քանդելու։ Ոդինչ։ Ուզում ես քանդես, գնա հորդ գերեզմանը քանդի։ Տունդ քանդի։ Իմ խաչքարի հետ ի՞նչ գործ ունես դու։ Ապարանի համայնքապետարից մեզ հստակ տեղեկություն չտրամադրեցին, թե ինչ հրամանի մասին է խոսքը։ Չեն տվել ինչ հրամանի մասին է խոսքը, բայց գնացել են իրականացնելու։ Դուք կատարյալ ավանակ եք։ Ամենայն հավանականությամբ բխում է վարչապետի ավելի վաղ արած հայտարարությունների տրամաբանությունից։ Փաշինյանը դեռևս 3 տարի առաջ կառավարության նիստում խոսել այն մասին, որ Հայաստանում խոճապային տեմպերով խաչքարերն ու խաչեր են ավելանում խոճապային տեմպերով։ Դու բեսամս խոճապի մեջ ես երևի ընկել, Նիկոլ, ու ճիշտ է սարը։ Ով է խաչից խոճապահար լինում, հիշում եք։ Սատանան ճիշտ եք։ Կամ եթե այլ տարբերակ ունեք, գրեք։ Չմոռանաք, այս ամեն ինչը տարածել։ Վստահ չեմ, որ նման նախաձեռնության հեղինակներին նոր կտակարանից կամ աստվածաշնչից հարց 10 կարողանան պատասխանել։ Ես էլ Փաշինյանն եմ ասում։ Ես մի հատ պատմություն եմ ուզում պատմեմ։ Ես ասեմ մոտարապես ոնց է եղել։ Ինչ որ մի հատ վիժվածք, մի հատ նեղագույն, հերթական, ոչնչություն վերցել է, զանգել է Ապարանի համայնքապետարան, ասել է, լսի այ ավանակ, գնա քանդեսի։ Էն էլ որպես իրականացնող պատրաստ ավանակ վերցել է տեխնիկան, որ գնա քանդի։ Հետո որ ասել են ցույց տուր, ինչ որոշման վրա ես քանդել։ Ինչ ցույց տա, որոշում չկա, իրան զանգել են ուղակի։ Ուրեմն ես պատմեմ այս պատմությունը, որ դուք իմանաք ինչ է նշանակում առանց սխտի գործանելը։ 1991 թվական օգոստոս
բանը Մոսկվա, պուչ։ Ելցինը բանում է, սպիտակ տաննա, զորքերը դրսում են, կրակում են։ Եվ այդ վերջնական հալվածը պետքա տա բանը վիմպելը, կարծեմ։ Ալֆա ջոկատի մի խոսքով իրաց ամենա կատարյալ իրաց դիվերսանտները, որոնք ասենք գրավել էին Աֆղանստանի ամիրի պալատը։ Դրա վրա ստեղծվել էր Աֆղանստանի դեպքերից հետո ստեղծվել էր մի հատ ավելի սուպեր ջոկատ, ալֆայից ավելի վերև, որոնց մասին ոչ մեկ չգիտեր, մի քանի հոգի գիտեն, որոնք իրականացնում էին ամենաանհնար գործողությունները եւ դրանք նույնպես ուղարկված էին այդ բանի կողմից, Գեկաչեպեի կողմից, որ գրավեին Սպիտակ տունը Ելցինի հետ միասին բոլորին եւ պետք է վերադարձնեին սովետական կարգերը։ Գիտեք դա ինչի չկարացավ, որովհետեւ վերջի պահին այս տղեկը ասում են իրանց հրամանատարին, ասում են դու որ մեզ ուղարկում ես մեր ժողովրդի վրա կրակելու, գոնե ցույց տուն հրամանը, որի հիման վրա ես պետք է գնամ իմ ժողովրդի վրա կրակեմ, տեսեք։ Սա ցույց է գորգալ, ինչ ես խոսում, ինչ հրամանը պետք է կատարես, քո ինչ գործն է, թուղթը կա թե չէ։ Ասում են չէ։ Մենք մեր ժողովրդի վրա չենք կրակի։ Եթե այդպես հրաման կա, հա, ցույց տուր։ Չկա հրաման։ Չէ, հրամանը կա, բայց բանը բառացի է։ Եվ սա իհարկե իրաց ղեկավարը սկսում է մազերը պոկել, տրիբունալի տակ կտա, մենք կտա։ Մի խոսքով մարդիկ հրաժարվում են այդ ժամանակ իրականացնել են ինչ որ հրամայված այլ։ Եվ այդպես Ելցինը կարողանում է վերականգնել իշխանությունը։ Գորբաչովն էլ հետա գաց։ Մի 6 ամի, քանի ամիս հետո, 4 ամիս հետո քանդվում է սովետական միությունը։ Բայց եթե դա չլիներ, դրանք այդ իրանց սովորական համաձայն որ հրամանը պետք է կատարեմ, հրամանը, տուն ենք պահում, մեզ ենք, իրանք մարդակերներ են։ Իրանք հրաման կատարողներ են, համարը մեկը, բայց ասում են սպասի կարես, ասում մեր ժողովուրդը, մեր երկինը, հերի չի մենք ալում թափենք։ Ասում են ցույց տուր հրամանը, հրաման չկա։ Հիմա ես բոլոր համայնքի ղեկավարներն եմ ասում, ձեզ զանգելու են, որտեղ այս վիժվածքները ձեր ձեռքով քանդելու են ձեր տները։ Ձեր տները, մենակ մեր տները չէ, ու ձեր ձեռքով են քանդելու։ Ով է սոր իշխանությունը, գյուղապետա, համայնքապետա, ժեկի պետա, այս վիժվածքները զանգելու են ձեզ ասեն, գնա հոլդ գերեզմանը քանդի, գնա ձեր եկեղեցին քանդի, այդպես բաներ ասելու են ձեզ։ Պատրաստ եղեք։ Միջև գրավոր չունենաք, որ մեկին էլ ցույց տաք, ասեք այս հրամանակա գրավոր, էս է դու ուզում ես անես, թե չէ։ Էդ էլ հարց է, կանի թե չէ։ Միջև այդ գրավորը չլինի, նույնիսկ այդ տրակտորիստին չուղարկեք, տրակտորիստին ցույց տվեք, ասեք, սես մի հատ տականք, վերևից sense հրաման տվե, ասելա, էս հրամանն է, գնա գերեզմանդ քանդի հորդ։ Հələ տեսեք տրակտորը քանդող է թե չէ։ Որովհետև նայեք, դուք եք պատասխան տալու։ Ինչպես հիմա։ Դուք ես ապուշությունը ոչ անեիք այսօր ես մասին խոսայի թե չէ։ Իհարկե չէի խոսա։ Ինչ պիտի մանայինք, որ ավանակներ են նստած, որ կարող է մի հատ զանգով տրակտոր ուղարկել, որ խաչքարերը քանդի։ Մենք չենք իմանա։ Բայց նորա սկսում, հələ մինչև հունիս ամիս այնքան ժամանակ կա, ինչեր դեռ պետքա լինի, ինչեր դեռ պետքա լինի։ Որովհետև այս պիղծերը սահման չունեն։ Մի մոռացեք, սրանք որտեղից են դուրս եկել։ Սրանք ստեղից են դուրս եկել։ Սրանք ստեղից են դուրս եկել, ու ստեղից դուրս եկածները, այս միջավայրից դուրս եկածները մեզ դաս են տալիս, մեզ սովորացնում են ինչին հավատալ, Աստծուն ոնց հավատալ, ոնց սիրել, ոնց մեղքերից քարիվել, մեղքերից դուրս գալ, ասում եմ ես մինչև չմաքրվեմ, չեմ գնա եկեղեցի, մայրաթող, բայց արդեն նոյեմբերի 15-ին պլանավորել է, որ պետք է գնան դեղ, ասկի մինչև նոյեմբերի 19-ը պետք է դու մաքրվես 15-ը, քո համար մաքրվելու մի ձև կա, կիսլատեն լցնում ես վաննայի մեջ, միջև վերջ, քիթդ փագում ես, որ չխեղդվես, որտեղ հոտը սուր է, խեղդում է, էլի, որ չտանջվես, քիթդ փագում ես, մի բանով, ու պարկում ես մեջը, ունես հա մաքրում, բոլոր տեսակի մեղքերից մաքրում է, հետո որ դուրս գաս, ու ուզես կարաս գնաս արդեն,
Եթե ես մի բառ ասեմ, մի գնա ամոթից։ Սուս լավ պոլնիվանան լիքը լծես, բայց քիթդ կփագես նախորդ, հոտը լավը չի։ Ու կմտնես այդ աղաթթվի մեջ։ 5 րոպե էլ պարկես հետիքա, հա։ Այդպես դեռ մաքրվում ես։ Ու կարաս գնաս արդեն մայրաթոր։ Հիմա սրա ասածներն ով ազում անի։ Էս ների ասածներն ով ազում, են էլ բանավոր հրամանները ով ազում անի։ Դե արեք հետո կտեսնենք։ Ես միշտ ասել եմ, որտե բարակա թող ընդեղ կտնվի։ Սա էլ մենք։ Առաջին անգամ այ պատիվ ունեմ տեսնելու քնչականը։ Առավոտից Երևանի քնչական վարչություն են հրավիրվել 9 հոգևորականներ Արագածոտնի Թեմից ու Մայրաթորի միաբաններից Մուշեղ Սրբազանն ու Հայ Ռուբենը։ Վերջինս տեղյակ չէր, թե ինչու են իրենով հետաքրքրվել իրավապահները։ 15 տարի աշխատել եմ քրեակատարական հիմնարկներում։ Որպես քահանա։ Որպես պատասխանատու հոգևոր ծառայության։ Հայ Ռուբենի ներկայությունը կամ նրա հարցաքննությունը մեզ Հայ Ռուբեն, ճիշտ ես արել որ աշխատել ես, դու իրանց ասա իմ անունից։ Ասա տղեկ, հենց դուք անցնեք ճաղերեն կողմում, արդեն գիտեք ում կարաք հրավիրեք։ Ես աշխատելու փորձ ունեմ հանցագործների հետ։ Չմոռանաս, իմ անունից կասես։ Ես քեզ իդեան տալիս եմ։ համար անակնկալել, որտեվ որևէ կերպ առնչություն չենք կարողանում գտնել, այնուամենայնիվ Զարմանում եմ ձեր վրա։ Տիկին փաստաբան ասում է ոչ մի առնչություն չեմ կարողանում գտնել։ Համարը հոգևորականը համառնչություն չեք կարողանում գտնել, թե հոգևորականին ինչի պետք է հրավիրեն միտեղ, որոնք արշավ են սկսել եկեղեցու նկատմամբ։ Եվ քիչ անց կմտնենք, հա, մեզ րոպեների մնացել, կմտնենք քնչական մարմին եւ կհասկանանք, թե ինչու են այսպես նորից անհարմարություններ ստեղծում մեր հոգևորականների համար։ Հոգևորականների համար անհարմարություններ գոյություն չունեն, տիկին փաստաբան։ Հոգևորականների համար սա ընդամենը հերթական փորձությունն է, որ իրանք պետք է անցնեն։ Բա գիտեք ինչ հոգևորականը պետք է ասես բամբակի մեջ անցնի է կյանքը։ Չէ։ Հոգևոր մարդը միշտ փորձությունների է ենթարկվում, եւ դա էլ ամրացնում է հավատքը, դա էլ ամրացնում է արժեքային համակարգը, դա էլ ամրացնում է հավատամքը։ Առանց փորձությունների ինչ հավատամք։ Միչև փորձություններ բոլորն են հավատացյալ են, բոլորն են բարոյական են, հա, բայց մի թեթև փորձություն եւ միանգամից երևում է ով է խախուտ, ով ուղիղ կանգնած է երկու ոտքի վրա։ Մարինե Ֆարմանյանն է Հայ Ռուբենի շահերի ներկայացուցիչը։ Ենթադրություն է, որ հարցաքննությունը Նաթան arczepiskopos Հովհաննիսյանին վերագրվող հեռախոսազրույցի հետքերով հարուցված քրեական գործին է վերաբերվում։ Այդտեղ հնչում է կաթողիկոսի անունը ընդդիմության ցույցերին մասնակցելու պարտադրանքի համատեքստում։ Ռուբեն Վարդապետ Զարգարյանը շեշտեց, ինքը Էջմիածնի հայեցակարգային բաժնի պատասխանատուն է, վարդապետական հարցեր են մշակում։ Որևէ քահանայի հորդորել եք մասնակցել ընդդիմության ցույցերի։ Ոչ։ Շուրջ 1 ամիս առաջ է քրեական վարույթ նախաձեռնվել հավաքներին մասնակցելու հարկադրանքի հոդվածով։ Օհ։ Բա մի ամբողջ բան ներկայացեցինք։ Ներկայացվեց չէ իրանց սկրինշոթները ներքին խոսակցություններից։ Թող ինչքան մարդ պետք է բերի որտեղից։ Այս երրորդ արդեն իրանք ճակերտավոր պատարակն են անում բոլոր տեղերից ավտոբուսով մարդկանց բերելով։ Հայաստանի քնչական կոմիտե մարդ կա, չէ, բիոլոգիական իմաստով չեմ ասում։ Բովանդակության իմաստով մարդ կա դե նստած։ Դա դուք ասուց չեք վախում։ Պարտադիր չի։ Նայեք, Աստված բնությունը իր գործն անում է անկախ նրանից դու վախենում ես թե չես վախենում, դու հավատում ես թե չես հավատում։ Բացարձակապես իր համար մեկ ա դա։ Այսինքն երբ որ դու գրիչը շպրտում ես վերև, ինքը sense-ից իջնում է ներքև։ Անկախ նրանից դու գիտես ֆիզիկայի օրենքների մասին թե ոչ։ Երբևէ լսել ես գրավիտացիայի օրենքի մասին թե ոչ։ Բացարձակապես։ Բնությունը թքած ունենա դրա վրա։ Ինքը քո համար չի աշխատում։ Ինքը աշխատում է, որովհետև առանց դա չի լինի։ Հիմա դուք մտածել եք այս ամեն ինչի հետևանքին։ Այս հետևանքների մասին մտածել եք։ Լավ, դուք նույնիսկ տանը մարդ չունեք, որ ձեզ մասին զգուշացնի։ Երեխա կին, բան որ ասի հայրիկ, մայրիկ, չգիտեմ, պապիկ, տատիկ, կամ եղբայր, կամ զավակս, որ դու կենթանի չես, ես ինչ ես անում։
Չկա։ Դա, եթե չկա, պատրաստ եղեք նաև հետևանքներին։ Այսպեսի մի խայտարակ բան եղել է, նայեք, օրը ցերեկով։ Սպանություն օրը ցերեկով Աբովյան քաղաքի կենտրոնական փողոցում կանգառում սպասող մարդկանց փողոցով երթևեկող վարորդների աչքի առջև։ Համացանցը ողողած տեսանյութերում երևում է, թե ինչպես մի տղամարդ թիկունքից հարձակվում է 24-ամյա Սարգիս Զեյնալյանի վրա, խոհանոցային մեծ դանակով մի քանի անգամ հարվածում նրան։ Երիտասարդը վայր է ընկնում, կորցնում գիտակցությունը, հիվանդանոցում արձանագրվում է նրա մահը։ Դա այն տեսա, որ արդեն ընկած էր ընդ արունակ համերելնում, սկորին չէր գալի, մի 40 րոպե չէր գալի։ Գեսում եք, փողոցում դանակահարված մարդ 40 րոպե ինք այդ վիճակով մնացել է փողոցում։ Ու շտապօգնությունը չի եկել։ Ու շտապօգնությունը չի եկել, լը ամենասարսափելին երևի դա չի։ Ամենասարսափելին համար ինձ սմայնա, որ 40 րոպե այդ երիտասարդը 24 տարեկան վիճակով ընկած եղել փողոցում։ Եվ մեկը չի դրել մեքենան տեղափոխի հիվանդանոց։ Ես ես հարցի պատասխանը չունեմ։ Էս ինչ բարոյական հոգեբանական մտնոլորտ է Հայաստանում։ Սա ինչ է։ Նայեք հարգելիներս։ Ները աշխատում է։ Ները ամեն ինչ անում է, որ հասնի հենց սրա։ Ստեղ է ինքը հաղթում։ Ոչ թե խաչը պոկելով, ոչ թե եկեղեցին փակելով, այստեղ է ինքը հաղթում։ Երբ որ բերում է մարդկանց մի հոգեվիճակի, որ իրան կարող են նայել 24 տարեկան երիտասարդը 40 րոպե ոնց է ալնակամ լինում ասֆալտի վրա։ Այստեղ է ները հաղթած։ Որտեղ քանդած եկեղեցիներ կլինի սարքել, փակած եկեղեցիներ կլինի բացել, ջարդած խաչքարներ կլինի սարքել, ամեն ինչ կլինի անել։ Բանտարկված հոգեվորականին էլ է հնարավոր ազատ արձակել, հա։ Բայց սա է հաղթանակը, ների հաղթանակը հենց այս հոգեբանական վիճակի մեջ է, որ այսօր փաստորեն տիրել է Հայաստանի Հանրապետության այդ հատվածում, այդ 40 րոպե։ Ես հասկանում եմ, դժվար է մարդ մնալ, հավատալ բարությանը, հավատալ Աստծուն, հավատալ մարդկությանը եւ դու շրջապատված ես այս կարգի անասուններով, կներեք բարիս համար, բայց սա արդեն ապացուցված փաստ է։ Շատ դժվար է, բայց պետք է, որտեղ հանձնվելով մենք էլ ենք անասնանում։ Հիշում եք չես տգետին, իսկ կրթությունը պարտադիր է, ինքը ձիրք ունի կառավարելու, բայց չէ կրթությունը պարտադիր է, գիտես։ Ու ամեն օր դու դրա մասին ապացուցում ես։ Մեր կերած ամեն ինչը հավա խոզն ուտում են, ուրեմն ինչ, մենք անասնակեր ենք ուտում։ Մի քիչ տարբերություն կա, գիտես, երբ որ քո կերածն անասուն ուտում, կամ դու ես անասունի կերած ուտում, գիտես, աղջիկ ջան, դրա մեջ տարբերություն կա։ Այ որ կրթություն ստացած լինեիր, դու կհասկանայիր, որ քո ամեն մի կերածն էլ վերջում անասունը կարող է ուտի։ Եվ բոլորովին պարտադիր չի, որ մարդը ուտի այնքան, ինչ անասունն է ուտում։ Բայց դրա համար գոնե մի քիչ կրթություն, մի քիչ ինտելեկտ էր պետք էլի։ Այդ ձիրքը որ եղասել են, դու այդ ձիրք ունես, բոլորի տակից պրոֆեսիոնալ դուրս ես եկել, ծափերով, ֆանֆարներով դուրս ես եկել։ Հա, հետո կարող է քո մասին, չգիտեմ, ասենք լեգենդներին հորինել, ամեն ինչ հնարավոր է։ Ես չգիտեմ, տեղյակ չեմ, բայց դա կրթության հետ կապ չունի։ Այ որ կրթություն ունենայիր, այն մյուս անասունից կտարբերվեիր, պարզվեց դու էլ այն մյուս անասունից չես տարբերվում։ Եվ դու էլ փաստորեն տարբերություն չես տեսնում, ինչ է ուտում մարդը կամ ինչ պետք է ուտի, ինչ պետք է ուտի անասունը։ Եվ դու եւս հայտարարեցիր ու ապացուցեցիր, որ ձեր կերածի եւ անասունի կերածի մեջ տարբերություն չկա։ Հետեւաբար իրոք տարբերություն չկա ձեր մեջ։ Որտեղ այն որ կարելի է անասունին, ամեն մարդու չի որ կարելի է։ Դուք ելի ապացուցեցիք, որ դուք բոլոր հարցերում եք նույնը։ Ու այդ մասին դուք խոսում հայտարարում եք, միաժամանակ էլ հայտարարում եք, որ կրթությունը պարտադիր չի։ Դա ընդհանրապես ժամանակակից է, մոդայիկ է, նորաձև է։ Հա, դրա համար էլ այսօրն եք։ Ու պատկերացնում եք, այս մարդը Հայաստանի ամբողջ առողջապահության հանձնաժողովի նախագահն է։ Եվ ինքը, ասենք, կարող է մի օր որոշի,
որ կներես, եթե ասենք անասուննեսի ուտում է, ինչի՞ չկարա հիվանդնել ուտի սա։ Չէ որ հակառակը լինում է, երբ որ հիվանդի կերածը անասունն է ուտում։ Պատկերացնում եք մենք ինչ վիճակի մեջ ենք։ Ես հասկանում եմ, որ այս վիճակի մեջ դժվար է դիմագրավել, բայց ուժեղ մարդը ատեղ է երևում։ Եմ որ ասում եմ, հոգևորականը պետք է չվախենա փորձություններից, այլ հակառակ։ Դա է ամրացնում հոգևորականի հավատքը, հավատամքը, մարդ տեսակը, ցանկացած մարդու։ Սա էլ նույնն է։ Այն հանգամանքը, որ մենք շրջապատված ենք անասուններով, չի նշանակում, որ մենք էլ իրավունք ունենք կամ պետք է անասուն դառնանք, անասնանանք, չէ։ Չէ։ Չէ ու չէ։ Բայց դա անձնական ընտրության դաշտ է։ Ես չեմ կարող ընդդեմ։ Կամ ես մյուս անասունը։ DJ Edon։ Այնքան DJ-ա Edon։ Թողներն իս DJ-ները։ Որ ասում է, պարոն վարչապետ, հնարավոր չի երկու չընտրված նախագահներին սանկցիայի բերման ենթարկել, որտեղ նրանք չեն ուզում մասնակցել ձեր այդ բանավեճին։ Զտարյուն քպայական։ Զտարյուն։ Սենց դու չես կարող, սրանք հատուկ կաստա են սրանք, էլի։ Ու կաստա են, որ եթե սրանցից մեկը մի քիչ այլ հարթության վրա, այլ հաճախականության վրա մտածեր, իրանք չեն կարող իրար շփվել, չեն հասկանա։ Բայց վստահ եղեք, մնացած քպայականները հասկացել են ինչ է ուզում ասի։ Համաձայն են իր հետ։ Համաձայնել են մյուս անասունների հետ։ Որ ինչ տարբերություն։ Անասնակեր էլի։ Ինչ տարբերություն։ Նույն բանն է։ Բերման ենթարկեք, սանկցիաներ կիրառեք, որ ձեր հետ գան բանավեճի։ Ինչի գան բանավեճի։ Իրաց գործը շատ լավ անում են, էլի։ Քոնման անասունի պահել են միջև այսօր դեսո խորհրդարանում ես։ Բա դու ում շնորհիվ ես մնացել խորհրդարանում, եթե ոչ այդ երկու չընտրված նախագահների։ Ում շնորհիվ։ Այդ շնորհիվ մնացել եք արայից իրանցից էլ դժգոհում եք։ Այս սրանք էլ ինչ անեն ձեր համար։ Էլ ինչ անեն սրանք ձեր համար։ Հիմա էլի ցիտելու եմ Սերգեյ Ամիրյանին։ Ոչ թե ենթադրում եմ, այլ փաստեմ, վստահ եմ։ Երբ գեներալ Թարալյոյի օրերին օգնություն ուղարկած ջերմադիտարկման սարքերը տանում, լցնում է իր գործարանը, հետո իր գնից բարձր արժեքով վաճառում է ՊԲ-ին։ Սա քարոզիա պատերազմի ժամանակ։ Եվ 20 տարի ծառայած սպան բնակարան չէր ստանում, իսկ գեներալի սիրուհին ապահովում էր բնակարանով։ Երբ ինժեներական աշխատանքներ չեն իրականացվում, կատարվում է միայն թղթի վրա։ Փոխարեն առանձնակի խոշոր չափերով փոխառություններ էին հատկացում նրան այգիների, հեկերի հիմնադրման համար։ Պարզ է, որ վերջն այդպես էլ պիտի լիներ։ Իսկ ինքն ասում է, որևէ մեկը ենթադրում էր, որ մենք այսօր այս վիճակին կհասնենք։ Իսկ ի՞նչն էր խանգարում այս վիճակին հասնել։ Դուք ամեն ինչ արել եք ու անում եք առ այսօր, որ այս վիճակին հասնենք։ Սերժիկ, ես նորից հիշեցնեմ, որ հետևողականորեն չի ուզում հավատա, չի ուզում լսի կամ չի ուզում տեսնի, որ Փաշինյան Նիկոլի իշխանության 4 ուժայինները Սերժիկինն էին։ Մինչև այսօր բոլորն իրանն են։ 4 ուժայինները պատ մարդ եկել է հեղափոխությամբ, իր տեղակալը Ռոբերտինն է, իր 4 ուժայիններն են, որ իրանցից է կախված, իր գոյությունը։ 4 ուժայիններն են, Սերժինը, որոնց հետ պատերազմ տապալեց սա, կազմակերպած պատերազմ իրականացնեց։ Հիմա Սերժիկը, որ այդ ամեն ինչի կազմակերպիչներից մեկն, ասում է, մեկը ենթադրում են, որ մենք այսօր վիճակին կհասնենք։ Սիրեիր իմ երեխու գործը, իմը չեմ մենակ, այնտեղ այդ 5 գործներ լուրջ փաստեր ունեն։ Ոչ մեկի գործը չի ուսումնասիրել, քննչականը ինչ պատասխան տվել է, պատասխանը վեկալը գրել է ու ասում է ախպեր, քննչականը ճիշտ է ասում։ 44-օրյա պատերազմից տուն չվերադարձած Համազած Պողոսյանի հայրն է, որ արդեն 5-րդ տարին է անցկացնում որդու փնտրտուքով։ Դառնությամբ է ասում, որ ինքն ու բախտակիցները մասնագետներ են դարձել, անգիր արել միջ այդ անծանոթ տերմիններ, բայց այդպես էլ արդյունքի չեն հասել։ Սա իմաստն է, որ իրան ապացուցեն քու կառույցները չեն աշխատում։ Զինվորի հայրը վարչապետի հետ անցած շաբաթօրը տեղի ունեցած հանդիպումից զայրացած է դուրս եկել։ Պատմում է, որ դեռ 2 ամիս առաջ Փաշինյանն իրենց ընդունել էր քննարկել ու առանձնացրել 5 գործ, խոստացել, որ
կծանոթանա դրանց մանրամասներին ու նորից կհանդիպեն։ Վերջին հանդիպմանը սակայն ծնողը հասկացել է, որ վարչապետը ծանոթ չէ իրենց պնդումներին եւ առաջ է տանում քննչականի վարկածը, թե տղաները մահացած են կամ նույնականացումներ, մարմիններն ու մասունքներն էլ դիահերձարաններում են։ Ուղիղ հարց եմ տվել դեմերեսին, ասել եմ դուք իմ երեխու գործին ծանոթ եք, ասես չէ։ Ասի բախի էսել մի քննչականի տված պատասխանը ընկալում, երկրորդ կողմին է պետք է լսես, չէ։ Ու սիրտը չի տանում, սկսես ծակել ուղակի, ես այս բաների վրա ազնիվ խոսք։ Ես չգիտեմ նույնիսկ ինչ ցանկանամ։ Ով որ այս մարդկանց այս վիճակի մեջ ա դրել։ Ինքը թո նույնը ճանաչի, նույնը ճաշակի։ Ու լինելու է դա։ Ոչ թե որ ես եմ դա ուզում, դա բալանսի օրենքն է ուզում։ Դա կոչվում է հայերենում բումերանգ։ Ու ես բոլորի ծնողներին ասում եմ ձեզ ինչ տվել ենք։ Վերցեք ու գնացեք, էսի է։ Մեկն ասում է լսի, էս իմ երեխունը չի, իմ երեխեն էս ռազմերի կոշիկ չէր հագնում։ Թե չէ քոնա վերցեք գնա։ Իմ երեխեն չի, իմ երեխու ձեռը սենց չէ, երկար կարճ էր, էս նակոլկեն իրանը չի, չէ քոնա վերցեք գնա։ Վերցեք գնա ու ձեզ հետ կդեք։ Ինձ ասեք, այս ամեն ինչը աջակցողն ինչ է։ Ինչ է, եթե ոչ հրեշ։ Ընդ որում անվիճելի հրեշ։ Նեղացին, նեղի հետևորդ, ով ուզում է լինի, ոչ մեկ չի կարող ասել, այ ես քո հետ մտերիմ եմ, կամ ես քեզ ճանաչում եմ, կամ չգիտեմ, իր այդ մանկապարտեզում նույն գարշոկի վրա ենք նստել, ինձ դա չի վերաբերում, բոլորին եմ։ Ես հիշացնեմ, որ այսպիսի մի բան կա, Վիեննայում Աշոտ Կիրակոսյանն ա գրել այդ մասին, ասում կողքով անցա, տեսա, ասենց դրսից ա եղել, սա Թուրքիայի պատասխանն է կամ դեսպանատունը, որի վրա գրված է, որ 70-80 թվականներին անցած դարի այստեղ սպանվել են թուրք դիվանագետներ, անուն ազգանուններն ա գրված մի խոսքով։ Սա ասալայի գործողությունների մասին է։ Վիեննայում այո թուրքական դեսպանատան վրա կա այս ցուցանակը։ Տեսեք 15-ից 70-80 թվական, ինչքան անում 70 տարի մոտարապես, հա պլյուս մինուս։ 70 տարի հետո մի խումբ հայ վրիժառուներ որոշում են իրականացնել երկրորդ շերտով արդարադատություն, դե մի անգամ նեմեսիսն եղավ, երկրորդ շերտով։ Հա, որպեսզի հայկական հարցի լուծումը, հայկական հարցի թարմացումը վերականգնվի։ Հայկական հարցը փակված չի, ու դա չի կարող փակել Փաշինյան Նիկոլը։ Չի կարող փակել, ինչ ուզում անի։ Հայաստան գոյություն չունե 70-80 թվականներին որպես անկախ պետություն, կա սովետական Հայաստան, որը սուբյեկտ չէր։ Բայց կային հայեր, որոնք համարում են հայկական հարցը փակված չի։ Ու սկսեցին աշխատում սատկացնել բոլոր տեղերը բոլորնաց, ովքեր աշխատում են թուրքական իշխանությունների համար, որպեսզի հայկական հարցը թաղեն վերջնականապես։ Փաշինյան Նիկոլ։ Միտքս հասկացար։ Դու չես կարող հայկական հարցը թաղես։ Քեզ էլ սատկացնելու են, քեզ ոչ միայն է, ոչ միայն քեզ, քո այդ բոլոր նրանց Մեհեր Գրիգորյանից սկսած միջև վերջին խոշոր երջերավոր անասունը բոլորից սպառնում ասա, որտեղ դուք չգիտեք, այս տղեկը երիտասարդները որտեղ նստած ինչ են պլանավորում։ Դա կարող է լինի Փարիզում, Վիեննայում, Նյու Յորքում, Վաշինգտոնում, ես չգիտեմ որտեղ կարող է լինի։ Ալյասկայում դա կարող է լինի, կարող է Շորբուլախում լինի, ձեր հայաթը լինի, ձեր բակը։ Ձեր տան մեջ, ես չգիտեմ։ Բայց դեպքերի ցեղասպանությունից 70 տարի հետո էլ 70 տարի հետո էլ տղեկան անասի 60 տարի հետո 70 տարի հետո մի վարք չի փակվում հայկական հարցը չի փակվելու ցեղասպանությունով էլ դա չէ լուծելու չէին լուծել չէ փաստորեն եթե լուծած լինեի 70 թվականներին ես ասալան չէր վերականգնվի
Հա, հիմա իսկ ասեն ասալան վերականգնվեց, որովհետև Ռուսաստանը տենց էր պետք, հա, Թուրքիային ես կոմենտ։ Իսկ ով ասեց, որ վաղը էլի պետք չի լինելու։ Ով ասեց, որ վաղը ասենք էլի նույն բաների չեն բերելու, չգիտեմ, ով կլինի հետևում կանգնած, KGB-ն հետևում կանգնած կլինի Մոսադը, մի վեցը, թե բանը CIA։ Ես չգիտեմ, բայց փաստը կա, չէ՞։ Փաստը կա, հայկական հարցը կա ու փակված չի։ Անպայման լինելու են եւ պատվիրատուներ, եւ իրականացնողներ։ Եվ այդ ամեն ինչը հիմք է ունենալու, որտեղ եթե չլիներ հիմք, KGB-ն չէր կարող հորիներ օթից Բեյրութում գտներ տղեկ, որոնք վառվում են հայկական հարցի լուսման սենց ծառավով, էլի։ Չէր կարող նրանց գտնել։ Եթե տենց ա եղել, չէր կարող ինֆորմացիա տալ, որ թուրք դիվանագետը որտեղ է, չէր կարող զենք տալ։ Ով ասեց որ վաղը չի լինելու։ Լինելու է, քանի ես չփակված հարցը կա, ու ով ուզում է այս հարցը փակել, փաղել, ինքը պետք է հասկանա, ինքը քայլող թիրախ է։ Մեր Գրիգորյան, լսում ես։ Քեզ չթվա քո մասին մոռացել ենք։ Այս հարթումը հիմա այս արեցի գնաց ինքը, մնաց ինտերնետում։ Մնաց ինտերնետում, տասնյակ հազարավոր մարդեցի լսելով սկսի մտածել։ Ահա, էլի։ Հա, բա եղավ չէ։ Հետո 60 տարի հետո 15-ից 65, 75 թվականից 70-ից 80 թվականներ քանի հոգի սանցից սատկացվեց։ Ո՞վ ասում էլի չի կարա լինի։ Մանավանդ հիմա կյանքն արագացել է, մարդ գտնելը ընդհանրապես խնդրեմ չի, երկու կոճակ սեղում ես արդեն գիտես այս մարդը որտեղ է։ Այս նկարը որտեղից տարածվեց Instagram-ում, TikTok-ում եւ բոլորի մասին գիտեք ամեն ինչ։ Այսօրվա մեր տեխնիկայի պայմանում մարդ գտնել հեռախոսով հասցեով location-ով մեկ անգամ մեկը։ Էլ պետք չի 60 տարի սպասել։ Եվ վերջը դուք եք թուրք դիվանագետ չեք, որ դիվանագիտական անձեռնմխելիություն ունենաք։ Չէ, դուք քայլող թիրախ եք, անտեր։ Մանավանդ, երբ որ դուք ձեր գործը հանկարծ ավարտեք, դուք էլ ոչ մեկին պետք չեք։ Որ կարող է հենց իրանք էլ ձեզ շարքից անեն։ Էլ չթողեն, որ ձեր հետևից ընկնեն մանգա։ Ականջների տողարեք, ականջների տողարեք։ Պատմությունը դա ամենալավ դասատուն է։ Ամենալավ։ Եթե դու ուզում ես իմանաս, սա արեցի, ինչա գալու, ինչա հնարավոր լինի, նայ պատմությանը, որտեվ ամեն ինչ կրկնվում է։ Ոչ մի բան չկա նոր պատմության մեջ։ Ամեն ինչ արդեն եղել է։ Եղել է, նայ պատմության մեջ տեսել, սենց արեցի, սենց ա։ Վերջ։ Մնացածը ձեր գործն է, ես իմ ասածն ասեցի։ Ես անասունն էլ լսեք։ Մենք չունենք բավարար քանակով կանայք, ովքեր երեխաներ կարող են ունենալ։ Սա ասում է դոկտոր Մահը։ Արդեն որոշել է մենք բավարար քանակով կանայք չունենք։ Չէ։ Մենք ունենք։ Ուղղակի դու դրանց հենց երեխեքով հանդերձ սպանում եք։ Հետո էլ ասում եք, ես եմ սպանել։ Դա վարչապետի շարասունն է, ես մարդ չեմ սպանել։ Իմիջիալոց սպանողն է, դեռ բանտում չի։ Չնայած որ տվել են տարուկես, բայց ինքը բանտում չի դեռ։ Բա, ուրը սպասում են։ Սպասում են, ասում են, կարող այնքան սենց ինքը մնա բանի ազատության մեջ, միչև այս գործի վարեմության ժամկետը 1-2 տարվա մեջ ավարտվի, հետո ասի, ես էլ մարդասպան չեմ, սպանել եմ, անցել է 5 տարի, վերջ աղբեջան, վարեմության ժամկետ չունի, դուք նայում եք սրանց բարոյականությունը, մի կողմից մենք բավարար քանակով կանայք չունենք, Ժորդ, սրանց ձեն տվողը, սրանց հավատացողը, սրանց աջակցողը, ինչա, դուք գրեք, ես սպառվել եմ արդեն, իմ նորմատիվ բառապաշարը վերջացել է, ես էլ բան չեմ կարող ասել։ Հիմա մասալ ասեք, հասել ենք արդեն այդտեղ։ Նիկոլ Փաշինյանի ստեղծած Ժող Բաստիոնում օրը ցերեկով անհայտ մարդիկ մարդեն առևանգում։ Քիչ առաջ Մայր Հայաստան կուսակցությունը տեղեկացրել է, որ իր աջակից բլոգեր Օնո Հարությունյանին անհայտ անձինք գետնին են տապալել եւ առևանգել տարել անհայտ ուղղությամբ։ Ինչ ասես, բան կա, ասում դու ո՞ց երախում բացատես, որ մատերը շտեպցելի մեջ են, մի մցրա էլի։
Ինչքան մեզ բացած էլի գնում է մատերի մտցում է շտեպսելի մեջ, էլի գնում է մտածում այս անգամ տոկը չի խփելու։ Մեզ առևանգողներին եմ ուզում հարցնալ։ Դուք լուրջ մտածում եք, որ դուք հիմա առևանգեցիք։ Ձեզ վաղը չեն առևանգելու։ Հա, մենք արդեն ես չգիտեմ, քանի հաղորդման մասին ենք խոսացել, օրինակներն էլ բերել ենք։ Մի արա, որ քո նկատմամբ չանեն։ Մի արա ուղղակի։ Որովհետև եթե դու անում ես 1-2-3 մեկ էլ պարզ մի օր էլ կպարզվի ում որ դու առևանգել ես, մոտը դանակ կար ու մի ամիտ է դանակը մտավ ինչ-որ մի հատ անհալմար տեղ։ Ոնց որ են երիտասարդ տղուն ծեծելու ժամանակ պարզվել է մոտը զենք կա, հանեն խփելա մեկն էլ մեռավ։ Բայց մի արեք։ Դուք մեկ կարող հաջողեք, երկու կարող հաջողեք, երրորդը ոտենում եք չհաջողված, մեկը սատկում է ձեզանից, մի զարմացեք էսի ոնց եղավ։ Միջև այս ամեն ինչը շատ շուտով վերջանալու է։ Որտպես ազատ անկումը միջով մի օր տեղ է հասնելու, գմփունը դուրս է գալու էլի։ Մնացածը ձեր գործն է։ Ինձանից գնում է զգուշացնելը ձեզ։ Հիմա այս տականքին լսեք։ Այդ ամենամեծ թիրախային պրոբլեմն է։ Այդ ռուսական ասած։ Քրպեն մեր երկիրը քանդել է։ Եթե ձեր կուսակցության ղեկավարը Զեյնալյանի միջոցով մտավ Երևանի քաղաքապետ։ Սա գիտեք չէ՞ որ Մոսկվայում պիցա ցրող այսօր հակառուսականության այսօր ռուսների դեմ է պայքարում։ Այս ոչնչությունը Մոսկվայում տաքսիով պիցա ցրողը այսօր ռուսաստանի դեմ է պայքարում։ Դա համար են փողը տալ այսօր։ Ու Արամ Զավենդովնան այնքան ռեսուրս չունի, որ երկու կիսատպարատ եթիմ ունի հանելսել է փողոցը սրա գլխավորությամբ։ Ու իբր սա պետքա ձայն հավաքի։ Հիմա տեսել են մի հատ տեղյակ մարդու, տեղյակ տղու ու կոնկրետ ասում իրանց։ Կոնկրետ իրեն ասում է, որ կապան քանդել է պետությունը։ Արա տարան խափեց Երևանցիքին ձեները հավաքեց։ Մի հատ հարց չի բացավ։ Սա Զենյանալին են ձեն են տվել ձեր կուսակցության։ Խափեց մարդկանց մնավ Աբինյանին սատկեց քաղաքապետը։ Ո՞վ ասում խափել է։ Դրա դեմքը նստի։ Լսի, չասես պասպորտով ինչ ես դու արա, ինչի տղա ես։ Պասպորտով ասում ով ասի խափում են։ Բայց լսեք շարունակությունը։ Ով ասեց որ խափեց։ Լսի, Զեյնալյանի կուսակցությունը, հանրապետություն կուսակցությունը Զեյնալյանի դեմքով որ մտավ Երևանի քաղաքապետարան, մի հատ ծպտումները չի ունի, մի հատ հարց չի։ Ես էլ ասում եմ հակառակը քեզ։ Ո՞նց ես ասում։ Ճանաչում եք այս բանին կողքի։ Սա քաղաքական մտքի գիգանտն է։ Սա արտացոլում է այս երկու հոգին։ Արտացոլում են Զավենի քրոջ, Վազգենի քրոջ կուսակցությունը։ Սա մակարդակն է։ Ով է ասում։ Աղբիջուն ոնց է։ Զենյանն ով ասում։ Աջակցում է ամեն ինչում Աբինյանին։ Ոնց։ Մենք ընդդիմադիր ենք ընդդեմ, այս մարդիկ պետք է հավատան։ Քանի է Երևան։ Այս հեն հավաքանի է Երևան։ Այս տղեկի հետ առավոտից իրիկուն ես եմ խոսած։ Հեմ որ Աբինյանի 300 դրամը երել էր ու անցկացնում էր, ես 150-ն առաջարկում եմ։ Ես քեզ հասկացա։ Չէ, հասկացել եմ, ես քեզ հավատ։ Պատկերացնում եք ինչ մեծ գործ են արել։ Աբինյանը 300 դրամով մտածել է, ինքը 150-ն է անցկացել։ Այ ոչնչություն։ Ասում դու ասում ես որ 150-ը դու ես անցկացրել։ Այսինքն այդ խայտարակ, այդ կեղտոտ պատմության հեղինակը դու ես։ Դու էլ չէ, էլի։ Դու ով ես ոնդեղ բան անցկացնես։ Սաղորը չեն բան չեն անում, իրանք ընդամենը տնոպկա են սխմում։ Հիմա ես քեզ հարց եմ տալի, դու քո հավաքած ձայները, ես քեզ եմ ընտրելու։ Քո հավաքած ձայները ԿՊ-ին տալու ես թե չէ։ ԿՊ-ն ագալում ես նա։ Երիքա քեզ։ ԿՊ-ն պատկերացեցի։ Ոչ թե չէ, ԿՊ-ն ագալ իրանց տա, երիքա քեզ։ Այսինքն իրանք ու ԿՊ-ն մեկ են, նույնն են։ Ուրիշ բան պետք է ասես։ Այսինքն ո՞նց ասում եմ։ ԿՊ-ն ագալու։ Այսինքն նույն դեմքով։ Այսինքն եթե դու քո ձայնը Այսինքն նույն դեմքով եք էլի։ Ինչ է պարզ չի որ նույն դեմքով եք։ Նույն դեմքով եք էլի։ Այս վիդեոն լավ նայեք։ Մեխակը ապտակեց որդուն Արկիշտի դավաճանության համար Գարմիրն ու սպիտակը մեխա Այո, այսպես կլիներ, եթե
Մեղակը հիմա ողջ լիներ։ Մի հատ ձեռով, մի հատ էլ հրացանի կոթով։ Այ հիմա սա պետք է իրականացնեն վարաշապացիները։ Դուք արդեն գիտեք, չէ՞, ով են սրանք։ Հիմա էլ ասում են, ցանկ հասկացել են, որ մեղակը ձեն չի կարող հավաքի։ Վերցել են իրանց լոգոյի վրա փոխհատուցություններ արել, թողել են մենակ ԿՊ-ի թուրքական ձեռքերը, թուրքական։ Յենի բանը Էրդողանի կուսակցության լոգոյի բանը ուրիշ գույներով տարբերակը թողել են դե որ մեղակա չերևա։ Իբրես սա ավելի շատ ձենաբերելու թե չէ։ Այդպես լավ չի, Նիկոլի նկարը դրեք։ Նիկոլի նկարը տարեք դրեք, կարող է ձեզ ավելի շատ ձեն բերի։ Չկա մի բան ձեր կողմից, մի դեմք, մի սիմվոլ, մի իրականություն, մի իրադարձություն, որ կարող է մարդկանց մոտ դրական հիշողություն կամ դրական իմպուլս առաջացնի։ Ձեզ հետ ասոցացվող ցանկացած խոսք, նկար, ցանկացած բան մենակ մարդկանց մոտ խորին զզվանք առաջացնում ամենաանմեղ պարագայում։ Այդ չեմ ասում մնացած էմոցիաները։ Սա ուզում ենք Men's fragrance. Yeah. This is it's the best fragrance. Come here. Սա Թրամփն է։ Կողքին էլ մարդասպան, սերիական մարդասպան, ցեղասպան, ես այդ համասին խոսացի ու բարձվում է իրենց մոտ ամեն ինչ նորմալ է։ Ամեն ինչ նորմալ է, լուրջ ծրագրեր են, լուրջ պրոցեսներ են, սկսել պլանավորել Սիրիայի հետ իրականացնել, հենց այս Ալ-Շարայի գլխավորությամբ ինքը իրենց համար արդեն դեմոկրատական Սիրիայի դեմոկրատ առաջնորդն է։ Նույնիսկ եմ ասում, մարդ, որի համար գլխագնի համար, որպես տերորիստ մարդասպան, գլխագին էր նշանակված հենց նույն երկրի կողմից։ Ուղղակի Թրամփի ստանդարտներն է մի քիչ այլ Թրամփի ստանդարտները, ու այդ Թրամփի ստանդարտների վրա էլ Հայաստանում ուզում են արագ հույս դրած, արագ ինչ-որ մի բան փոկել եւ բաններ դնել տակը, որ Թրամփն է կանգնած սրա։ Թրամփն է կանգնած սրա գլխին։ Մի Թրամփը։ Եվ ես ասեմ իմ համոզմամբ, որպես փաստ եմ սա ասում։ Թրամփն ու Նիկոլ Փաշինյանը տարբերվում են ընդհանրապես անուն ազգանունով, որպես տեսակ փաստացի, որպես մարդկային տեսակ։ Իրենց փոփոխականությամբ, իրենց անսկզբունքայնությամբ, իրենց կատարյալ անգրագիտությամբ, որպես քաղաքական այր, հա, իրենց ոչ միայն անսկզբունքայնությամբ, այլ արժեքների մեջ այլասերված լինելով, իրենք լրիվ մեկը մեկին են։ Անդորում այսօր էլ նամակներ են ի հայտ եկել, որտեղ Ջեֆրի Էփստինը գրում է այն հայտնի պիղծը, որ բանտումի պես սպանել են, Մոսադի ագենտը, որտեղ բացահայտում է, որ Թրամփը ճանաչել է բոլոր աղջիկներին, բոլոր զոհերին, ճանաչել է գիտի, ու մասնակցել է բոլոր օրգաններին, ինքը համակազմակերպիչ է եղել։ Որ փաստ են գալի։ Ու դրա բան էլ ասում եմ, այն մարդիկ, ովքեր համակրում են Թրամփին, իմ համար նույնն է, թե համակրեն, ասենք, Փաշինյան Նիկոլին։ Եվ այն մարդիկ, ովքեր հույս են դնում Թրամփի վրա, իմ համար նույնն են, ինչպես մեկը, որ հույս է դնում Նիկոլ Փաշինյանի վրա։ Դեռ իրանց մեջ սկզբունքայնության իմաստով մեծ կտորներով, մի նայեք, որ մեկը ասենք բլանդինկա է, մյուսը բանը փրչոտ, փնթի, հա։ Նույնն են իրար։ Ու սա էլ ընդհանրապես ցույց են տալի, որ իմանաք Հայաստանում ում վրա են որոշ մարդիկ հույսեր դնում։ Ու այդ մարդը հիմա էլ գնում է պատերազմով խաղաղության Նոբելյան մրցանակի գիրը, խաղաղության դա ասում ոչ թե մրցանակի գիրը, մրցանակին ձգտողը հիմա ոչ միայն փոխեց պաշտպանության նախարարությունը, պատերազմի նախարարության, հիմա էլ գնում է պատերազմով Վենեսուելայի վրա։ Այսօր էլ Վենեսուելան ցույց է տվել ինքը ինչ ունի, ու ասում է դե արի։ Նայեք։ Танками и амфибиями, штурмующими море. Венесуэла только что шокировала мир китайскими танками и амфибиями, штурмующими море.
И вы офигеете, что это значит для США и всего этого региона. Впервые НВ-16 и НВ-18, массивные амфибийные боевые машины, поставленные Пекином, Китай, были засняты на видео, как они штурмуют прямо в море. Как стальные крокодилы эти монстры прыгают в воду. Турбины разгоняют их до скорости более 40 километров в час по воде, прежде чем они выбрасываются на берег с разрушительной огневой мощью. Каждая машина вооружена 105-миллиметровой пушкой и арсеналом управляемых ракет. Это не огневая мощь для оборонительных учений. Это оружие для тотальной войны. И вот самое важное, это не просто тренировочные учения, это послание. Беспощадное предупреждение. При поддержке Китая Венесуэла теперь имеет силы, которые могут защищать свое побережье и даже запускать такие вот амфибийные атаки. А для Вашингтона картина китайских танков, плавающих в Карибском море, это не что иное, как прямая провокация, демонстрация силы у дверей Америки. Китайское оружие, китайские технологии, китайская поддержка прямо в регионе, который США всегда считали своим задним двором. Мир... Մեխոսքով Կարիբներում նորից ճգնաժամ է։ Եվ այդ ճգնաժամի հեղինակը այս անգամ անկասկած Ամերիկայի Միացյալ Նահանգների Նիկոլն է։ Եթե Կուբայի ժամանակ այդ պրովոկացիան գնաց սովետական միության կողմից, հիմա ակնհայտորեն Ամերիկան Նիկոլն է որոշել է, որ ինձ մի հատ հաղթանակ ապրել։ Ոչ մի բան չի ստացվում անեմ։ Չեմ կարողանում Իսրայելին կանգնացնեմ պատերազմը։ Ոչ մի բան չեմ կարողանում դեմ։ Չկարողացա Իրանի հարցերը լուծեի։ Հա Վենեսուելայի հարցերը բերեք լուծենք։ Ու բարձրացեց Չինաստանը արդեն Վենեսուելայում է։ Եվ այն տեխնիկան հիմա որ ցույց է տալիս։ Ես կասկածում եմ, որ դա ընդամենը սա է եղածը։ Մենակ այս տանկերն են, որոնք sense անակնկալի են իրան բերել։ Որոնք եւ բանը ղեկավարվող հրթիռներ կարող են խփել 40 կիլոմետր ժամանակությամբ ջրի մեջ գնում են։ Չինաստանը արդեն հարավային Ամերիկայում է։ Իր զենքով եւ ամեն ինչով։ Փոխվել է աշխարհը։ Ես սա ուրախությունով չեմ ասում, ես չէի ուզենա սա լիներ։ Ես կուզենայի լիներ այն ստատուս քվոն, որ կար մինչև 20 թվականը։ Երբ որ ամեն մեկ իր տեղը գիտեր, հանգիստ ապրում էին իրանց համար։ Բայց 20 թվական Արցախյան պատերազմ, հետո 22 թվական ուկրաինական պատերազմ, հետո 23 թվական Արցախի դատարկում, 23 թվական Իսրայելի հարձակում, Թրամփի ընտրություններ, արդեն 25 թվականն ենք ավարտում, եւ այս 4 տարվա մեջ, այս 5 տարվա մեջ, որ նայենք աշխարհը ոնց է փոխվել, կարելի է արդեն մոտավորապես կանխատեսել 26 թվականը ինչա լինելու։ Իսկ 26 թվականը մենք ունենալու ենք լրիվ նոր աշխարհակարգ, լրիվ, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները ընդամենը մեծ շարքային երկիրը, ոնց ասենք Բրազիլիան կարա լինի, ոնց որ Կանադան։ Մի քիչ կարող է ուժեղ, մի քիչ կարող է հարուստ, բայց ֆունկցիոնալ եւ ազդեցության իմաստով նույն երկիրը, որտեղ չկա միջազգային օրենք, հա, որտեղ կան առնվազն 3 պատերազմող երկրներ։ Դա Իսրայելն է, դա Ռուսաստանն է եւ թոտարօրինակ չթվա նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ինքը միտեղ գտնի անպայման հարձակվելու համար, որովհետեւ այն գործողությունները հիմա որ Թրամփի նկատմամբ է կատարվում Ամերիկայի Միացյալ Նահանգներում, շատ վատ է։ Ինքը կարող է ուղղակի պարտադրի երկիրը մտցնել միտեղ պատերազմի մեջ, որ իր իմպիչմենտը մի քիչ ավելի ուշ լինի, քան ասենք ինքը կարող է լինի հիմա։ Ինչպես դա անում է, ասենք, բանը Նետանյահուն։ Իսկ Նետանյահուն միշտ ասել է, որ միշտ հայտարարում է տոտալ կոնտրոլ ունի Թրամփի նկատմամբ։ Ես տոտալ կոնտրոլ։ Ես էլ եմ միշտ այդ մասին ասել հանգիստ։ Ամերիկյան թերթերն են արդեն գրում, որ Թեհրանում վիճակը շատ վատ է, ոչ թե ռազմական իմաստով, այլ ջրի իմաստով։ Ցամաքում է։ Մնացել է Թեհրանում եւ ամբողջ տարածքում 9 օրվա պաշար խմելու։ Եթե անձրևներ չեղավ այս ընթացքում, ուրեմն կարող է տարածքը ստիպած լինեն էվակուացնել։ Որը նման բան չի եղել մոտավորապես վերջի 2500 տարվա մեջ։ Բայց մնացել է ջրային պաշարների ընդամենը 9 օրվա պաշար։ Ես վերադառնամ հիմա Հայաստան։ Ինչ է նշանակում ջրային պաշարներն այսօրվա աշխարհում ավելի կարևորը, քան նավթը։ Ավելի արժեքավոր, քան նավթը։
որը Փաշինյան Նիկոլը նվիրեց Ադրբեջանին, անապատացող Ադրբեջանին։ Հասկացաք ինչ արեց Փաշինյան Նիկոլը։ Դե հիմա ինձ ասեք Փաշինյան Նիկոլին աջակցողները ինչը։ Գրեք կոմենտներում։ Իսրայելը շարունակում է ռմբակոծել Գազան եւ Լիբանանը։ Շարունակում է։ Ամբողջ աշխարհը զարմացած ասում է, իբր ամեն ինչ արեցինք, ամեն ինչ մի խոսքով հասանք նպատակին, ինչ որ մի բանի շուրջ համաձայնության եկավ։ Ի վերջո ինչու է ռմբակոծում, ինչու է շարունակում պատերազմը Իսրայելը։ Բոլորը հերթով գալիս են եզրակացության, որ այս պատերազմները մնացել է միակ փրկողակը Նետանյահուի համար, որ ինքը դարձել է ուղղակի սպառնալիք եւ աշխարհի եւ Իսրայելի համար։ Եթե ուզում եք դադարեն աշխարհում պատերազմները, պետքա ուղղակի մեկուսացնել Նետանյահուն։ Մեկուսացնել Նետանյահուի ոսկը մեկուսացնես, երբ որ ինքն ասում է Թրամփը իմ գրպանն է, այսինքն մեկուսացնել նշանակում է մեկուսացնել Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Իհարկե, եթե դա չանի Իսրայելի բնակչությունը, Նետանյահուն կարող է մեկուսացնի մենակ Իսրայելի բնակչությունը։ Կամ, ինչպես իրանք են որոշել, պատերազմության Իրանի նկատմամբ, օգտվելով առիթից, որ խմելու ջուր չկա, կարող այնտեղ ամեն ինչ հնարավոր է, սպասեն, տեսնեն ոնց է այդ հարցը լուծվում, չի բացառվում որ սա նաև իրենց կազմակերպվածն է ինչ որ ձևերով, որտեղ այն կարգի զենքեր, որ փորձարկում են տարածաշրջանում, ամպեր բերող, ամպեր ցրող, չմոռանանք, որ 1988 թվականին այդ նման զենքեր փորձարկում նաև Հայաստանում, որի արդյունքում պայթեց Սպիտակն ու Գյումրին։ Ամեն ինչ կա, ես ոչ մի բան արդեն չեմ բացառում, գուցե սա նախապատրաստական ընթացքա մեծ պատերազմից առաջ, բայց մեկը էսը չի օգնելու։ Իսկ եթե պատերազմ սկսեց, Նետանյահուի վերջանալը շատ ավելի արագ կլինի։ Եվ նույնիսկ Թրամփը խնդրել է Իսրայելի նախագահից, որ ներում շնորհի Նետանյահուի կոռուպցիոն հանցանքների համար։ Թրամփը խնդրում է Իսրայելի նախագահին, որ Իսրայելի պրեմիեր մինիստրի նկատմամբ ներում շնորհի հանցագործին։ Ինչ ասում են, որ իա գրպանում է։ Հիմա վերադառնանք Հայաստան։ Դիտեք այս տեսանյութը։ Турции туркам начали давать фамилии. Во времена республиканской Турции туркам начали давать фамилии. До этого в Османской империи у турков фамилии не было. Было только имя и отчество. Фамилии были только у армян и греков. И опять... Это скидано. Թուրքական հանրապետության ստեղծման ժամանակ սա 1930-ական թվականներն է 20-ական ավելի ճիշտ 26 կարծեմ թե 24 թվականներից էր որ արգելվեց հայերին սկիզբն էր այդ մի 10 տարվա ընթացքում էր արգելվեց հայերին ունենալ հայկական ազգանուններ նախ թուրքերը ազգանուններ չունեին հայերն ու հույները ամբողջ Թուրքիայի տարածքում թուրքերին վերցին որոշեցին որ դուք պետք է հոտից վերածվեք ժողովրդի ունենակ ազգանուն մտնում են պատահական տանեն ասում են իրենց մոտ սենց է անուն եւ հայրանուն Աբդուլլա իբն ասենք Ազիզ չգիտեմ Աբդուլլա կամ չգիտեմ Մոհամեդ իբն եսին ինչ ասում են դու պետք է ազգանուններ ունենաս որտեղ եվրոպացիք ունեն հայերն ունեն հույներն ունեն մենք էլ պետք է ունենանք մի խոսքով պատահական առարկաների ծաղիկի ձիու բան անուններ էին որոշում ու դնում էին որպես ազգանուն Թուրքերին, ասենք իրենք չեն ունեցել ազգանուններ, ի տարբերություն հայերի եւ հույների։ Այդ ծրագիրը իրականացնելուց հետո, երբ որ արդեն թուրքերն ունեին ազգանուններ, նոր անցան հայերին եւ հույներին ու պարտադրեցին փոխել ազգանունները։ Ազգանունները փոխելը մոտ 100 տարի առաջ է եղել։ Այսինքն 100 տարի գնալ հետ եւ գտնել մարդկանց իրական ազգանունները դժվարություն պետքա ոչ չլինի, շատ։ Դա հնարավոր է արխիվներ կլինեն եւ այլն եւ այլն։ Այն որ ասում եմ մի օր երբ որ հետ գնանք, առաջ գնանք մի 100 տարի կամ 1000 տարի, ես պատկերացնում եմ որ Թուրքիայում մենք ձևեր ենք գտած լինելու երկու բան իրականացնել։ Մարդկանց հնարավորություն տալ որ իրանք բարձեն իրենց ազգանունները եւ բաժանել բոլորին թեստեր DNK-ի, որ իրանք բարձեն ովքեր են իրանք։
Եվ կպարզվի, որ Թուրքիա գոյություն չունի։ Որ Թուրքիայի բնակչության 4-5%-ն է թուրք։ Մնացածը թուրք չէ։ Եվ իրենք սկսելու են հիմնվելով իրենց ազգանունի վրա, մեկը ասորի կլինի, մեկը հույն կլինի, մեկը հայ կլինի, սկսելու են իրենց արմատները փնտրել։ Մեկ էլ տեսնում ենք այդ երկիրը ինքը էլ Թուրքիա չի։ Այլ Թուրքիա չի, մարդիկ գնացին իրենց արմատները, գնացին իրենց արմատները։ Ես որ երեք ամշելնահայերի մասին խոսացի վրասի, ոչ իմանալ չի արվել այդ ուղղությամբ, հետևորդներից մեկը գրել էր, որ այս իշխանությունը ինչ-որ մի բան արել է, բայց ինչ իմաստով նրանց որպես մահմեդական ներկայացնելու, այսինքն ավելի վանելու, հա, այդ իմաստով արել։ Իհարկե իշխանությունները լավ բաներ չեն կարող անել բացարձակապես։ Վերջնական նպատակը մեծ գլոբալ նպատակը պետք է լինի բացահայտել Բրիտանիայից սկսած, Իռլանդիայով վերջացած, Բասկերով, չգիտեմ էլ որտեղ հայ կարելի է գտնել, բացահայտել շատ փափուկ մշակութային ուժով, հետաքրքրության մշակութային, պատմական մշակութային հետաքրքրություն առաջացնելով բացել, հանել եւ միաժամանակ ունենալ այնպես լավ երկիր, որ հետաքրքրության համար ասեն, վայ, փաստորեն մենք ծննդով ընդեղից ենք, հիմա գնանք տեսնենք մեր իրական արմատների տեր մարդիկ ոնց են, գան ու ասեն, ես չեմ ուզում ստեղից գնալ։ Կամ գնան ասեն, ես այն մշակույթի կրողն եմ, ու նույնը պետք է ես ստեղծեմ։ Այ ես սա եմ։ Այ սենց է վերանալու Թուրքիան ու Ադրբեջանը։ Ես վստահեցնում եմ, Թուրքիան ու Ադրբեջանը այս ձևով կարող են ուղղակի վերանալ։ Ոչ պատերազմ, ոչ չգիտեմ այնտեղ դատու դատաստան, չէ, փափուկ ուժի մարդկանց ուղղակի բերելով իրենց արմատներին, բերելով իրենց մշակութային հիմքերին, հետաքրքրություն առաջացնելով, հետաքրքրություն, որովհետև մարդու խանդը, հետաքրքրությունը, դրանք են ուժերն է, որոնք դեմ հնարավոր չի առնել քաղաքական մեթոդներով, ոչ էլ ռազմական մեթոդներով։ Ու այդպես մենք կարող ենք ունենալ լրիվ այլ միջավայր։ Սա նայենք։ Հանրահաշիվ 7-րդ դասարան։ Էջ 43։ Ադի գումարած բուդի հավասար է ադի բուդի։ Սա 7-րդ դասարան հանրահաշիվը։ 7-րդ դասարան հանրահաշիվ։ Ես կարամ հիշեմ 7-րդ դասարանում ինչ էինք սովորում հանրահաշիվից, որտեղ 8-րդ դասարանից, չէ, 9-րդ դասարանից մեր մոտ արդեն բարձրագույն մաթեմատիկա էր։ Պատկերացնում եք, 9-րդից բարձրագույն մաթեմատիկա էր եւ ես չէի կարա 7-րդ դասարանում, ես ֆիզմատ եմ ավարտել։ 7-րդ դասարանում ես նայի ադի պլյուս բուդի հավասար է ադի բուդի։ Այդպես չի կարա լինի, իդիոտներ, գոնե գրեիք ադի բազմապատկած բուդի ադի բուդի։ Հիմարներ։ Բայց ոնց կարելի է 7-րդ դասանի բանի մեջ, ասես բան գտել, սա գիտեք ինչի համար է։ Սա հումոր չի, սա կատակ չի։ Մարդկանց բույսի վերածելու, իրենց հետաքրքրություններով, ուղիղի աշխատելու ունակություններով, հա, պրիմիտիվացնելով, որ իրենց համար դա մատչելի լինի։ Իրենց, ասեք, չմտածող մարդուն կառավարելը, համոզելը, խաբելը, գիտեք ինչքան հեշտ է։ Մարդ եթե ոչ մի բան չունի բանալ, համեմատելու, չէ՞ որ մեկին տալիս ես մի հատ ինֆորմացիա, ասում ես, սա սենց է, ինքը սկսում է միանգամից համեմատել այն ինֆորմացիայի հետ, որ ինքը չունի։ Կնեք, ինքը ունի, սենց է, համատումը լավ, ես գիտեմ, այս ինչքանով է համապատասխան իմացածի հետ, կամ ընդունում է, կամ մերժում է։ Մարդ, որ ոչ մի բան չգիտի, իր մոտ դատար կա, հարթ։ Ինչպես սրանց ուղեղը, հարթ։ Ոնց որ են դաշտը, որտեղ արածում են սրանք, այդտենց հարթ։ Իրան ինչ տաս ընդ դնելու է, որովհետև ոչ մի բան չկա համեմատելու եւ չեմ ասում հակադրելու համար։ Սրանք սա են։ Ու սա բերել են դրել են մեր երեխաների դիմացը, որ դրանք էլ դառնան, երեխեքն էլ դառնան իրենց նման։ Չեք կարանալու, չէ։ Սա հիմա լսեք, համոզվեք, որ այդպեսին է, այդպես է։ Այսօր ինչ ուղերձով եք այստեղ։ Եկել եմ
Եկել եմ բոլոր քաղբանտարկյալների համար, բոլորին։ Էսա իմ ընկերները։ Բոլորը իմ ընկերներն են։ Բոլորի համար եմ եկել։ Կյանքս կտամ հայրենիքիս, մենակ թե հայրենիքս փրկվի։ Ես իմ տղայի բառերը կրկնում եմ։ Եթե դա ճանապարհ չկա, հայրենիքը հետևում է։ Եկել եմ, որ ուզում եմ շատ լինենք, միջև հայ ժողովուրդը դուրս չգա փողոց, բան դուրս չգալ, կտոր Հայաստանը բաժանելու է։ Հիմա էլ ավելի կատաղած է, Ղարաբաղը ղնջղած է։ Ես ընդհանրապես մի բան եմ ուզում ասեմ, մի քիչ երկար է, ամենակարևոր բանն ասեմ։ Այս կնոջ ասում են, ինձ ով տենա փողոցում ժամանակին Նիկոլ ընտրածները, ասում են, կներեք մեզ, Տիկին Դինա։ Ես Նիկոլ եմ ընտրել, հիմա փոշմանել եմ։ Ինչպես ես երեք ասացի, մարդկը սխալական է։ Բոլորս ենք սխալական, կարող ենք սխալ անել ամեն օր, ամեն ժամ։ Ոչ դրանից կոմայի մեջ է պետք ընկնել, ոչ էլ հիասթափվել, չէ։ Ուղղակի ուղղել է պետք է սխալել։ Այդ չուղղելու պարագայում այո պետք է ընկնել եւ կոմայի մեջ եւ հիասթափվել։ Ովքեր որ Նիկոլ Փաշինյանն են ընտրել։ Պետք է շտապ ժամ առաջ ուղղեն իրենց սխալը։ Ինչպես։ Պետք չի սпасել հաջորդ ընտրություններին, գործ անել է պետք։ Ձեր նման մարդկանց գտնել է պետք, ովքեր Նիկոլ Փաշինյանն ընտրել, կամ մտածում են Նիկոլ Փաշինյանն ընտրել, ու ասեն լսի, այսօրվանից գնա ձեռքերդ կտրի։ Ձեռքերդ կտրի։ Բայց Նիկոլ չընտրես։ Որտեղ դա ավելի էժան կլինի, եթե դու քո ձեռները հիմա կտրես, քան չկտրես ու դու Նիկոլ ընտրես։ Նիկոլ ընտրելը շատ ավելի դաժան է լինելու հետևանքներով։ Սա բոլոր նրանց, ովքեր փոշմանել են, ընտրել են, բայց փոշմանել են։ Որ իշխանավորներից Հայաստանը նրանց բերել են նրա համար, որ Հայաստանը վերացնեն։ Հարկավոր է շուտ, ինչքան հնարավոր է շուտ մաքրվենք սրանցից։ 7 տարի կես, ինչ է։ Ոչ ինչ։ Մաքրենք։ Այո, մաքրելա պետք է։ Եվ վերջում սա ունենք Այս ամեն ինչը հետանուսության մասին չի։ Այս ամեն ինչը մեր պատմության մասին է։ Ես գիտեմ, որ շատ մարդիկ կարող են նայեն, ասեն, բայց լավ ոնց որ դա սրանք հետանոսական աստվածներ են, ես արդեն քրիստոնյա եմ, ինչ կապ ունեմ սա հետ, չէ։ Սրանք աստվածներ են։ Սրանք սա հետանոսության հետ կապ չունի, սա մեր մի մասնիկն է, սա մեր պատմությունն է։ Սա մեր դիրքավորումն է եղել աշխարհի նկատմամբ։ Սա մեր ճանաչողությունն է եղել բնությանը։ Սա մեր ինքնությունն է եղել, որ մեզ բերել է սրա հասցրել։ Քրիստոնեությունը ամբողջ պատմության մեջ թամեն այդ 1700-ամյակն է, 1700 տարին է, բա մնացած 5000 տարի կամ ավելին։ Մենք մեզ պետք է նայենք կոմպլեքսի մեջ։ Եվ դրանից մենք շահելու ենք, մենք չենք տուժելու։ Ավելի շուտ ոչ թե շահելու ենք, միայն այդ ժամանակ մենք կարող ենք մեզ հասկանալ ու պատկերացնել։ Դուք չեք կարող վերցնել, թեկուզ այս բանը, keyboard-ը, բերել մոտիկ ինչ որ մի հատ կլավիշի նայել։ Եթե դուք ուզում եք աշխատել, դուք պետք է դնքիչ դնեք հեռու եւ ամբողջ կլավիատուրան տեսնեք աշխատելու համար։ Այսինքն պատկերը մեծ պետք է տեսնեք։ Այ երբեմն ստիպված ես լինում մոտիկ գալ, որ մի կոնկրետ բան տեսնել, բայց հաջորդ բան պետք է հեռու գնալ մեծ պատկերը տեսնելու համար միշտ։ Այդ մեծ պատկերի ամենակարևոր հատվածը մեր պատմությունն, մեր ինքնությունն է։ Մեր նեմզութն է։
նաև մեր ներբրույթն է, մեր մեհերի դուրն է։ Այս կոմպլեքսի մեջ ենք մենք, ուժեղ և դիմադրող, հատվածաբար մենք թույլ ենք, մենք չասեմ թույլ ենք, մենք այդքան ուժեղ չենք, որ այսօր կարողանանք դիմագրել։ Երբ որ մի հատ sense նայում ես, հասկանում ես, ասենք քո պապը այս դեմքով է եղել։ Խլոխտ, ուժեղ, ինքնավստահ։ Այս դարերում ինքը իմացել է տիեզերքում ինչ էր կատարվում եւ ինքը ինչ պետք է անի։ Ինքը ձեռքին ժամ չի նայել, ինքը վերև է նայել։ Ինքը կալենդար չի նայել, Google կալենդարով բան չի նայել, ինքը աստղերին է նայել։ Ինքը երբ որ դուրս է եկել ծով, իրան պետք չի եղել նավիգացիա կամ բան, չգիտեմ, կողմնացույց, ինքը էլի աստղերին նայելով գնացել է, ուր ուզե գնացել է։ Ինքը իմացել է երբ ցանի, երբ հնձի, երբ ինչ եղավ, այս տարվա որորն է։ Լրիվ ուրիշ որակի հայ։ Ու երբեք չի ասել, սարը ստամ, որ տունս պահեմ։ Այլապես մենք այս վիճակի չենք, մենք չենք ունենա ոչ մի բան, եթե այն գլխից ասեին սարը ստանք, որ տունը պահենք, մենք ոչինչ չենք ունենա։ Հակառակ, այս մարդիկ ոչ մի բան ոչ թե խլել են, այլ տարածել են, մշակույթ են տարածել, քաղաքակրթություն են տարածել, որ այսօր մենք հեռվից նայում ենք, ասում ենք դառնանք այդ քաղաքակրթության մի մասնիկը։ Դա այս եվրոպական քաղաքակրթությունն է։ Քաղաքակրթություն ստեղծած եւ տարածած ազգը այդ քաղաքակրթությանը հեռվից նայում ասում է թողեք ես էլ խաղամ, բայց իմ կներեք բոզավարի կանոններով, հա, այդքան էլ ձեր կանոններով չէ, խաղամ ձեր հետ, բայց կեղտոտ կանոններով, մնամ այդ կեղտոտելի միջավայրում, այսպես կոռուպցված գցելով բանով, մեր պապերը դες բան չէին անում։ Չէ, իրանք ստեղծողն ու տարածողն էին, ոնց դες բան կանեին։ Իրանք չեն էլ հասկանա դու ինչ ես ասում։ Վերջում ուզում եմ սա լսենք իր հետ։ Ես խեղճ ես, լավը չես, զավակս, որդիս, առաջնեկս, իմ թանկս, իմ լավս, լավը չես, մեջդ վրեժ չկա։ Ինչ իմացողի հարցնում եմ, գովում ու ծիծաղում է, իբր թե լավն ես, խղճով ես, եւ այդ ծիծաղն իմ սրտին դանակ է դառնում։ Իմ հերոք ու պապ իշխանը խելոք բաներ ոչ ասում էր, ոչ էլ մտածելու ժամանակ ուներ։ Նա գործի մարդ էր։ Գետինը նրա ոտի տակ վառվում էր։ Բայց մի անգամ կես բերան ասել է, ուսի վրայով իմ մերացվին հացի փող շպրտելու պես ու ես քեզ ասում եմ։ Չպետք է այնքան քաղցր լինես, որ կուլ տամ։ Չպետք է այնքան դառը լինես, որ թքեն։ Ասում ես խիղճ։ Բայց խիղճը գիտես երբ է խիղճ։ Երբ գազանի մեջ է։ Քոնը խիղճ չի։ Ես խիղճ ես, լավը չես։ Քոնը խիղճ չի, քոնը խեղճություն է։ Հրանտ Մաթևոսյանի ֆանտաստիկ տողերը։ Խեղճ, ուլ գնալ, խիղճ, ինչա խիղճ։ Խիղճը դա խեղճությունը չի։ Եվ խեղճությունը ոչ միտեղ չի տարել։ Ասում բարությունը, մեծահոգությունը դա ուժեղների մենաշնորհն է։ Թույլը չի կարող մեծահոգի լինել կամ բարի։ Ճարն ինչ։ Ինքը թույլը դա մեծահոգի չի, դա խեղճը։ Ինքը բարի չի, ինքը ստիպված է բարի։ Այբ որ դու կունես ուժեղ, հզոր, այն ժամանակ դու կարող ես խոսալ խղճից էլ, բարիությունից էլ, մեծահոգությունից էլ։ Մենք սա խառնել ենք իրար։ Ես դրա համար եմ ասում, այս արձաններով ապրողը, այս մասշտաբների մեջ ապրողը չի կարող խեղճ լինել։ Խեղճությունն է մեր տունը քանդում։ Եվ որ ինձ ասում են խելոք տղա է, ես ուզում եմ հարցնեմ տիկին ջան կամ եղբայր ջան, ասա գոնե խելացի։ Տղան խելոք պիտի չլինի։ Տղան տղա պիտի լինի։ Խելացի տղա, որը պատասխանատվության զգացում ունի, որը
ճիշտ խոսալ գիտի, որտեղ ճիշտ խոսալը ամենադժվար բանն է, դու պետքա հակառակվես ստին ու պետքա կանգնես քո ճշտի համար։ Ասեք խելացի է, պատասխանատու է, հզոր է ու արդար է։ Մենակ որտեղ հզոր է կար արդար լինի, խեղճի ճարի ինչ, որ արդար չլինի, կամ իրանով է հարցնում արդար թե չէ։ Ինչ դնեն դեմ են էլ պետքա ուտի էլի, ինչպես սրանք են պնդում, իրանց համար ինչ տարբերություն ինչա դրած իրանց դեմ, իրանք մեկա ուտելու են ամեն ինչ, որտեղ իրանք թույլ են, իրանք ոչ մի բան են, իրանք պատահական, են, ասում ասանք ոնց են առաջացել, մարշրուտկի մեջ, մեկն ասել առաջացեք, չէ, վարորդ ասել առաջացեք, սրանք առաջացել են։ Ու այդ առաջանալուց հետո սրանք այդ վարորդի համար, այդ վարորդը իրանց Նիկոլ Փաշինյանն է, այդ նեղագույնը, հիմա այդ առաջանալուց հետո իրանք հասել են միտեղ 2 միլիոն աշխատավարձ Հայաստանում, ինքը ինչ պետք է ուտի դրա համար, կուտի, որտեղ իրան առաջացրել են, ինքը ասողը չի, ինքը պահանջողը չի, ինքը կարծիք չունի, իրանով ստեղծել է, ինքն էլ կարծիք ունի, ինչ ասեն էլ պետք է ուտի, բայց որտեղից է գալիս, տեղից է գալիս։ Մենակ ինքնակերտ մարդն է, որ ինքն է որոշում իր ճակատագիրը, ինքնակերտ, որ իր արժեքը գիտի, արժեքը, սա գինը չի, արժեքն է։ Մարդ, որ արժեք ունի, իրեն չեն կարող գնեն, մարդ, որ գին ունի, իրեն կգնեն։ Իսկ այս մասշտաբների մեջ իր արժեքը պատկերացող մարդուն հնարավոր չի գնել, հնարավոր չի դնել ասել արես անասնակերը դեմը կեր, կսոված կմեռնի, բայց անասնակեր չի ուտի։ Կամ մենք վերադառնում ենք մեր տեսակին, կամ այս խեղճացած վիճակում, ինչ դնեն դեմներս պետք է ուտենք։ Այն դեպքում ումից ենք ինչ նեղանալու։ Իսկ որպեսզի մենք ապացուցենք, որ մենք այդ մեր դեմը դրածը ուտողը չենք, մենք ենք որոշում ճաշատեսակը, մենյուն, կիրակի օրը քփան պետքա ջարդ լինի, պետքա ջարդ խուրդ արի, պետքա փոշիանա, վաղ շաբաթում, որ կարողանան կանխել սա, որ Ռոբիկի հաշվապահը, Ռոբիկի բիզնեսների աշխատացնողը ճիվաղի հետ միասին ու մեր ազգի թշնամիների հետ միասին չկարողանան իրականացնել այն ինչ որ ուզում են։ Ու կիրակի օրը դա հստակ կերևա։ Սրանք կարող է հույս ունենան մի բան անելու, թե կհասկանան, որ իրանք արդեն ոչնչություն են։ Իսկ իրանք արդեն հասկացել են։ Այն հանգամանքը մենակ որ արդեն իրանք նախընտրական պաստառներ են փոխում Մեխակին, այդ Մեխակյանին, այդ իդիոտին, այդ հորա ուրացողին հանել են մեջտեղից, որտեղ հասկացել են, հələ այս ժողովուրդը ամեն դեպքում ինչքան ուզում է անտարբեր հոգնած չմասնակցող լինի, մեկը հորը դավաճանածին ձեն չի տալու, ինքը զրոյ է։ Որոշել են ուրիշ բան, մի բան մոգոնեն, այդ էլ չի աշխատել։ Կոտրվելու եք բոլոր տեղերը, կոտրվելու եք եկեղեցիում, կոտրվելու եք ընտրություններում, կոտրվելու եք մարդկության մեջ։ Դուք կոտրվելու եք, մի խոսքով ապագա չունեք։ Հայկական միջավայրում դուք ապագա չունեք։ Դուք գիտեք ով եք, դուք պատահական միկրոբ եք, որ հայտնվել է մաշկի մեջ։ Առողջ օրգանիզմը ինքը դա ասես թարախապալանի նման դուրս է շպրտում օրգանիզմից։ Այ դուք այս թարախապալանի նման դուրս եք շպրտվելու հայի մաքուր օրգանիզմից։ Ես դառնում համոզված եմ։ Իսկ առաջի այդ պրիշիկները դուք կտեսնեք, առաջիցս պայթյունը կտեսնեք հենց լավ շաբաթում։ Այսօր համար այսքանը, լավ մնացեք։